Ողջույն իմ շատ սիրելի հարազատներ ջան։ Այսօր մեզ մոտ լույսը բացվել է արդեն ժամը քանիսն է 19-ում։ Այսօր մի փոքր ուշ եմ վերկացել, որովհետև առավոտյան տեղ չունեմ գնալու, ժամը 12-ին, այսօր վերջին օրս է, 12-ին պետք է դուրս գամ հյուրանոցից։ Տեստեմ կխնդրեմ, եթե կարողանամ թողնել ճամպրուկս, որտեվ գնացքս, ասեի թռիչքս, գնացքս ժամը 6:30 է, կոնե միջև ժամը 4-ը, եթե կարողանամ թողնել, եղանակն էլ այդքան էլ լավը չի, երեք բավականին ցուրտ էր երեկոյան, արդեն առաջին օրվա համեմատ լավ ցրտոտ էր։ Հիմա իջնում եմ, ինչ եմ անում, իջնում եմ նախաճաշի ճամպրուկս դասավորել եմ, բայց չեմ փակել դեռ, որտեղ ունեմ դեռ իրեր դասավորելու, գնամ գամ, մի հատ հարդարվեմ ու տեսնենք ինչ ենք անում, իհարկե միասին։ Նեգինացի գնամ նախաճաշի ժամը 10-ն է, արդեն որ գամ կարող հասցնեմ հավաքեմ ժամը 12-ին դուրս գամ։ Առայժմ սիրելիներս ժողովուրդ, այսօրվա իմ նախաճաշը կոչվում է առողջ նախաճաշ, սաղմոնջին կա, հատոս տարած հացի վրա, այստեղ կոլա կա, այստեղ իրանց ավանդական շատ է սիրում ես ամպելիքը կաթը, սուրճ կակաոյով չգիտեմ, այստեղ նարնջի հյութը և մրգերը։ Ահա սիրելիներս, ես պատրաստ եմ, արդեն դուրս եմ գալիս հյուրանոցից, ճիշտ է դեռ Մադրիդում եմ լինելու միջև 6:30, որովհետև գնացքս 6:30 է շարժվում, բայց հյուրանոցից պետք է 12-ին դուրս գամ։ Հիմա տեսնեմ, եթե հարցնեմ ներքևում, եթե կարող թողնեն, գոնե ճամպրուկս թողնեմ միջև ժամը 4-ը, շատ լավ կլինի, հետս ման չեմ տա ամբողջ քաղաքով։ Ու կտեսնենք ուր ենք գնում, երևի գնանք, չգիտեմ, երևի ուզում եմ կաթեդրալի կողմ իջնեմ կամ տեսնենք ոնց կստացվի, եղանակը կարծես թե բացվում է, էլի զոնդիկ չեմ վերցնում հետս մնաց ճամպրուկի մեջ, որովհետև եղանակը լավն է, կարծես թե դեռ ոչինչ որ անձրևել գա, մի տեղ կմտնեմ, կապիշոն ունեմ կուրտկայիս վրա, դա կքաշեմ, կդնեմ դա։ Մի խոսքով գնացինք, հրաժեշտ ենք տալիս այս սենյակին, այս հյուրանոցին, բայց Մադրիդին դեռ ոչ։ Լույսերն անջատեցինք, հիմա ամեն ինչ նայեմ, ոչինչ չեմ մոռացել ու ճամպրուկս վերցնում եմ ու գնում ենք։ Տեսքնոներ հյուրանոցը։ Ժողովուրդյան դուրս եմ եկել, ճամպրուկս թողեցի, ասացին իհարկե, ինչքան որ ցանկանաք, թող տվեցին, որ գնամ այդ թղթով վերցնեմ ճամպրուկս։ Մի խոսքով ազատ եմ միջև ժամը 4-ը 4:30։ Հիմա անկեղծ ասած չեմ ուզում գնալ առանց կաթեդրալը տեսնելու։ Ուզում եմ ուղղությունս ուղղել դեպի կաթեդրալ, չգիտեմ ձեզ հետաքրքիր կլինի թե չէ, ինձ շատ հետաքրքիր է իհարկե, հետո վերջում կգամ այստեղ այգին պարկը մոտիկ է շատ, մի փոքր եթե ժամանակ մնա, կշրջենք ու կգնանք արդեն երկաթուղային կայարան։ Գնացինք դեպի կաթեդրալ, ճանապարհը չեմ նկարում, որովհետև երեք ես նկարել եմ ամբողջ համարը, թե ճանապարհ եմ Արագ գնամ, որ հասցնեմ միջև ժամը գոնե 4-ը գամ, ճամպրուկս 4:30 գամ, 2 ժամ 6:30 է, մի ասա էլի թռիչքս, գնացքս։ Մի խոսքով գնամ գնանք միասին կաթեդրալ, հետո կտեսնենք արդեն ոնց ինչպես կստացվի։ Գնացինք սիրունդերս։ Այստեղ արդեն տեղ եմ հասել, ժողովուրդ ջան, շատ սիրուն է ամեն ինչ, ճիշտ է, բակը փոքրիկ է, բայց
Այստեղ նայեք, ինչ գեղեցիկ է, շատ սիրում գեղեցի է, չգիտեմ վերև կարողանում են բարձրանալ, թե չէ, բայց ոչ մեկ չի բարձրացել, հավանաբար ոչ, սիրում կոկիկ բագոնի ժողովուրդ, հայկական խաչքար, բնականաբար խաչքարը մենակ մենք ունենք իմ իմանալով, հա, հայկական ժողովուրդ, ես չգիտեի, որ այստեղ հայկական խաչքար կա, հոպ այստեղ նայեք, ճիշտ է, գրված չի ոչինչ գրված չի, բայց հաստատ հայկական Մեսրոպ Մաշտոց, երևի Գրիգոր Լուսավորիչ, չգիտեմ երևում է թե չէ ձեզ, սա էլ հավանաբար Էջմիածինն է, իհարկե միայն սա կարող է լինել հայկական, որովհետև մենակ մենք ունենք այսպիսի գեղեցկություն, տեսնեմ հետևի մասը ինչ-որ բան գրված կա, թե ոչ, ուղղակի ափսոս, որ ոչինչ գրված չի, հետևի մասում ժողովուրդ մեր տառերն են, Մեսրոպ Մաշտոցը, ափսոս, որ այս հետնամասում է գրված, կարելի էր, չգիտեմ, դիմացնել անել, որպեսզի բոլորը տեսնեին, ամեն դեպքում շատ հաճելի է ու պարտենք, որ տեսեք, որտեղ Մադրիդի կենտրոնում, կաթեդրալի դիմաց մեր խաչքարն է դրված, իրոք շատ հաճելի էր, այն տղաներ սիրելիներս ուրեմն այստեղ հիանում էի խաչքարով, մեկը մոտեցել է ասում է խաչքար, ասում եմ սերի, ասում հայկական է, ասում է գիտեմ ես հայ եմ, բայց ապրում եմ Արգենտինայում, իհարկե հայերը լավ չէր կարողանում խոսալ, մի կերպ էր խոսում, ասեցի ես էլ հայ եմ, բայց ապրում եմ Բարսելոնայում, խոսքով հաճելի էր ամեն դեպքում ու ուրախ։ Լավ, շարժվենք առաջ։ Մուտքը այս կողմից է կաթեդրալին։ Santa Maria la Real de la Almudena-ի Սուրբ մետրոպոլիտեն տաճարը, որը հայտնի է պարզապես որպես Ալմուդենայի տաճար, կաթոլիկ տաճար է, որը նվիրված է Կույս Մարիամին, Ալմուդենա անվան տակ և Մադրիդի եպիսկոպոսական նստավայրն է։ Կառուցված լինելով մզկիթի տեղում, կառուցված ավելի վաղ և շատ ավելի հին Սանտա Մարիա դե լա Ալմուդենա եկեղեցու տեղում, շատ մոտ տաճարը նվիրված է Մադրիդի հովանավոր սրբուհի Ալմուդենային։ Այս կույսի անունը և տաճարը ծագում են արաբերեն Ալ-Մուդայնա բառից, որը նշանակում է միջնաբերդ։ Մայր տաճարը գտնվում է Մադրիդի պատմական կենտրոնում, գլխավոր ճակատը նայում է դեպի թագավորական պալատ։ Ի տարբերություն քրիստոնեական եկեղեցիների մեծ մասի, որոնք ուղղված են արևելք-արևմուտք, տաճարն ունի հյուսիս-հարավ ուղղություն, քանի որ այն նախագծված է որպես թագավորական պալատի համալիրի անբաժանելի մաս։ Ըստ լեգենդի, երբ Լեոնի Ալֆոնսո 6-րդ թագավորը 1083 թվականին նվաճեց Մադրիդը և վտարեց մուսուլմաններին, նա մոլուցքով լցվեց Կույս Մարիամի արժեքավոր սրբապատկերը գտնելու մտքով, որը դարեր առաջ թաքնված էր եղել ամրոցի պարիսպների մեջ, անվտանգ պահպանման համար։ Չկարողանալով գտնել կորած կերպարը Ալֆոնսո 6-ը նվիրվեց աղոթքին, մինչև որ պարիսպների մի հատված փլուզվեց և պատկերը հայտնվեց։
որը դեռևս լուսավորված էր մոմերով, որոնցով այն թաղվել էր դարեր առաջ։ Այս հրաշալի և լեգենդար իրադարձության վայրը տաճարի արտաքին մասում նշված է ույս Մայրամի արձանը պարունակող խորշով։ Սիրելիներս դուրս եկա կաթեդրալից ու շատ ուրախ եմ, որ եկա, որովհետև ամենից շատ գեղեցիկ էր, հոյակապ էր։ Ինչքան հնարավոր էր, որ ձեզ հետ կիսվել եմ։ Հիմա մեզ մոտ ժամը 2-ն է, 2:10 է։ Գնամ մի փոքր սուրճ խմեմ ու քայլերս ուղղեմ դեպի երևի գնանք այգին։ Դեպի հյուրանոցի դիմացն է, հենց այգին ընկնում ու երկաթողային կայարանին է մոտիկը։ Այստեղ ժողովուրդ ռեստորան է, այ են մատուցում։ Այսպիսի չորոս, եթե տեղ լինի մտնենք, այստեղ ավելի լավ է։ Այսնենք տեղ կա արդյոք։ Սակայն աշկից տեղ չկա։ Այստեղ պատվիրեցի պատատա բրավա և կրոկեսներ։ Պայեյան մեծ էր, ասեց 2 հոգու համար է։ Փոքրեց չկա, միշտ լինում է փոքր ամանով էլ։ Խոսքով բոլորիս բարի ախորժակ։ Այստեղ հուշանվերների խանութ եմ մտել, ուզում եմ որից է բան առնել։ Չեմ տեսել, արձանիկներ չեմ սիրում, այս շուկակարն եմ։ Այսպիսի բանկարն եմ։ Կգնեմ, գմնա հուշ Իսպանիա կգնեմ, թե Մադրիդ, չգիտեմ։ Սա Մադրիդը, սա Իսպանիա։ Չգիտեմ սա վերի դուրեկալից, եթե Իսպանիան վերցնեմ, քո ժողովուրդ պավերցնեմ դուրս կա, որևից է հուշ կնենի Մադրիդից։ Ժողովուրդ, այս բաժակները նայեք։ Ես արձանիկ էլ եմ ասում, չեմ սիրում, դրա համար չեմ գնում, ինձ թվում է այսրանք ինձ հարկավոր չեն լինելու։ Այս Իսպանիան տեսնեմ, եթե կա, եթե չէ Մադրիդը կվերցնեմ։ Շուրջ չկա։ Կա։ Իսպանիա։ Սա էլ բաժակները դնելու համար է։ Ինչ լավն է։ Մադրիդ։ Այստեղ էլ լավներ կա, հա։ Այստեղ չէի տեսել։ Այստեղ էլ իշկամ։ Մադրիդ։ Սա էլ լավ է։ Սա կարող եմ գնել սուրճի տակը դնելու համար։ Այդպես էլ կանեմ նույնից։ Հիմա այսպես աղջիկը նույնից կվերցնեմ, հավանաբար այսա նմանը։ Ժողովուրդ ջան, գնում դերս էլ կատարեցի,
հիմա մեկ անգամ եւս հիանալով Մադրիդի գեղեցիկ վայրերով գնում եմ դեպի հյուրանոց, ճամպրուկս վերցնեմ, արդեն ուշ է։ Հյուրանոց գնամ, ճամպրուկս վերցնեմ ու հրաժեշտ եմ Մադրիդին նորից հանդիպելու ակնկալիքով, որովհետև շատ հավանել եմ։ Ժողովուրդ տուկ չնստեցի, լավ, դա էլ թողենք հաջորդ անգամ։ Տուկ։ Տուրիստականից մեքենաները չեմ տեսել Բարսելոնայում կա թե չէ, այստեղ շոտ էր։ Սա էլ թողնենք հաջորդ անգամ։ Ես արդեն կայարանում եմ երկաթուղային ու հեսա Բարսելոնա ցանց։ Առաջին հարկ, այս հարկից գնացինք դեպի Բարսելոնա։ Cómo duele despertar y no verte aquí. La casa en silencio pregunta por ti. Fueron tantos años tomados de la mano, construyendo sueños, envejeciendo despacio. Ժողովուրդ, ես արդեն հասել եմ Բարսելոնա, մեր հետագա վլոգները կլինեն արդեն Բարսելոնայից։ Bajo el cielo la luna ardía, las estrellas, su melodía, tus ojos los faros en la mar, un suspiro, el viento a bailar, y el fuego que no se apaga, corazón que nunca calla. Eres tú, la luz de mi amor, mi razón, mi tambor, mi sol. Eres tú, mi canción al viento, la chispa que enciende mi aliento, la chispa que enciende mi aliento.